Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում է Մարիշի հետ հաղորդումը Բելգիա Հայ ռադիոյով եւ ես Մարիա Հակոբյանյանն եմ։ Այսօրվա մեր հյուրը մեր բոլորի կողմից շատ սիրված եւ ճանաչված նկարիչ Նորիկ Անտոնյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, Մարիա։ Շնորհակալություն, որ համաձայնեցիք մեզ հյուր գալ եւ մեզ հետ կիսել ձեր անցած ճանապարհը։ Սիրով։ Սկսենք ամենասկզբից։ Փոքրիկ Նորիկը որտեղ է ծնվել։ Ծնվել եմ Տաշիր քաղաքում, 5 տարեկան հասակում տեղափոխվել ենք Երևան։ Քուրիկներ, եղբայրներ։ Այո, քուրիկ ունեմ փոքր, ինձանից մի 5 տարի փոքր է, եղբայր ունեմ ինձանից 3 տարի մեծ։ Բոլորը տեղափոխվել եք Հայաստան որտեղ։ Այո, բոլորս տեղափոխվել ենք Քանաքեռ։ Քանաքեռ։ Երևանում, papan Քանաքեռում, ընդեղի տունը վաճառեց, Քանաքեռում տուն գնեց, մենք տեղափոխվեցինք 58 թվականից ապրում ենք Քանաքեռում, այսինքն Երևանում։ Սկզբից Քանաքեռը Երևան չէր, հետո միացավ, հիմա Երևան քաղաք։ Հա, ճիշտ է, առաջից։ Ինչ եք սիրել փոքր ժամանակ։ Փոքր ժամանակ, ես որ ձեզ ասեմ, կարող է շատերը չհավան, միշտ է նկարել եմ սիրել։ Միշտ։ Քանի տարեկանից։ Փոքրուց այդ գործերը եթե փնտրեմ, կարող է գտնեմ, բայց փնտրեք էլի։ Երբ որ ստեղ չէ, ստեղ չեմ գտնի Հայաստան պետք է գնամ։ Իսկ եթե ավելի լուրջ նկարչությամբ զբաղվել եմ, երբ որ դպրոց եմ գնացել։ Սպասեք, մինչև դպրոց դեռ ժամանակ։ Նախ եւ առաջ ինչ եք հիշում ձեր տեղափոխումը, ո՞նց եք ապրել ձեր տեղափոխումը։ Ես շատ լավ եմ հիշում, որովհետեւ Աշիրում որ ապրում էի, մեր տունը մինչև հիմա կա։ Եթե ով որ գնել է, այդ տան վրա ոչ մի բան չի արել։ Ոնց papan կառուցել է այդ տունը, այդ տունը մինչև հիմա կա։ Մենք որ գնում ենք Տաշիր, Անահիտի հարազատների մոտ, ես այդ փողոցով քայլում եմ, մեր տունը ոնց որ կա, հիմա կա։ Շատ հետաքրքիր է, այսինքն փոքրուց ես ոնց հիշել եմ այդ տունը, մինչև հիմա այդ տունը կանգնած է։ Եվ այդ տան դիմացը, քանի որ դա քաղաքի կենտրոնում էր, Բորսկոմի շենքի հենց հետևի մասում այգին էր։ Հիմա այդ այգին կա։ Մի քիչ այդքան լավ վիճակում չի, բայց դե ոչինչ։ Այդ այգում բարձր երիցուկներ էին աճում։ Այնքան բարձր, որ մեզ ծածկում էր։ Ինչ հետաքրքիր է։ Եվ մենք վազում էինք այդ երիցուկների միջից բան խաղում էինք երեխաներից, մամա որ դուրս էր գալի, անդադ գոռում էր, նորիկ, այսինքն պիտի բան անեի, լսեի մամայի ձայնը, որ գնայի հաց ուտելու կամ բան։ Ես այդքան բանը հիշում եմ, այդ ժամանակ ինչքան էի 4, երևի 5-ի մոտ, 5 տարեկան։ Եվ շատ լավ եմ հիշում կինոթատրոնը, որ եղբորս հետ գնում էինք կինոթատրոն, կինո նայելու ցերեկային բաներին, սեանսներին։ Եվ հիմա այդ կինոթատրոնը իրենք բան արեցին, քանի որ կաթոլիկներ են ապրում։ Դե կաթոլիկ համայնքն է, էլի բանը։ Հիմա այդ կինոթատրոնը ձևափոխեցին, դարձրեցին եկեղեցի։ Ինչ հետաքրքիր է։ Գնացել ենք Անահիտի հետ որ գնացինք բան, այնտեղ Անահիտի բարեկամը մատուռ է կառուցել, այդ Վրաստանի սահմանի վրա հենց այդ։ Եկեք մի հատ մեր ունկնդիրներին ասենք, Տաշիրը որտեղ է գտնվում, դե կողմարտի։ Տաշիրը առաջվա Կալինինոն, Ստեփանավան քաղաքից 12 կիլոմետր դեպի Վրաստանի սահման։ Դա Տաշիր քաղաք։ Մարդիկ իմանան էլի։ Հա, Տաշիրը դա Տաշիրը այդ հին անունն է, որ միջնադարից գալիս է։ Այնտեղ Տաշիրի բանը իշխանությունն է եղել, Լորվաբերդը կա, որ չգիտեն, եթե գնան Տաշիր, անպայման թող գնան Լորվաբերդը, դա մի ճկնաղ տեղ է։ Այդ ձորի բերանին մի Ժողովուրդ ջան, ուրեմն ամառը գալիս է, արտակուրդները բոլորը դեպի Տաշիր։ Ես կարծում եմ, որ Տաշիրը շատ շուտով կդառնա Հայաստանի լավագույն տուրիստական վայրը, որտեղ ես օրինակ այնտեղ Անահիտի բարեկամներին առաջարկել եմ։ Այստեղ շատ լավ կարելի է ձիերով արշավներ կազմակերպել, քանի որ սայերը շատ բարձր չեն, այդ սայերը ձիերներ են բարձրանում։ Այդ Լորվա շրջանն է, չէ՞։ Ես մի հատ շատ լավ ընկերուհի ունեմ, Լիլիթը, իրանք բացել են Airbnb, կոչվում է Չամիչ։ Իմիջիայլոց ժողովուրդ գնացել Չամիչ, իրանք մոտ շատ համով քամորեղեն եւ ուտելիք կա։ Ու շատ sense տեսարանը, վերևից որ նայում ես, sense տեսարանը մի ամբողջ ուրիշ ձևով առաջակնում։ Հիանալի ու շատ են բացում, դե հիմա հյուրանոցներ են բացում, կողքը մի հատ ուրիշ տեղ կա, մի խոսքով ես ամեն անգամ որ գնում եմ արտակուրդ պետք է անպայման գնամ Չամիչ, եթե որ չլինի իրանց գաթանուտեմ կամ դիջամբ աչք ենք անում ձեզ։ Ուրեմն սա արեցինք, մարդկանց ուղարկեցինք Տաշիր, ահա հիմա անցնենք հետ։ Որ եկել եք Երևան, որեն այդ երիցուկները չկան, քաղաքը, բայց ավելի այտենց ինչ ո՞նց է ձեր տպավորությունը։ Աստորեն այն ժամանակ Քանաքեռը միացած չէր Երևանում։
եւ Երևանում գրանցում չկար, ես էլ ասեմ, թե ժողովուրդը իմանա, որտեղ Երևանում գրանցվելը դա մի սարսափելի բան է։ Պետք է լինեիր քաղաքի աշխատող կամ ես ինչ գիտեմ, մասը պաշտոնյա, որ Երևանում, եթե դու Երևանում չէիր ապրում, գրանցված չէիր, շրջանից ես եկել Երևան, շատ դժվարությամբ էին գրանցվում։ Ոնց որ Բելգիան էլի, ասում որ գալիս ես չեն թողնում գրանցես։ Պապայի ընկերը խորհուրդ է տալի պապային, որ գնա քանակերով տուն։ Քանակերը մի քանի ամսից հետո միանալու է։ Խելացի մարդ։ Եվ նույն բանը պապան գնա քանակերում տունը գնեց եւ 3-4 ամիս հետո միացավ Երևան քաղաքացի։ Բաներ Կոտայքի շրջան էր կոչվում։ Կոտայքի շրջանին։ Հիմա օրինակ մեկին որ ասես քանակերը Երևան չի, կծիծաղեն վրան, չէ՞, ասում որտեղ քանակերը ոնց Երևան չի։ Որտեղ Երևանի գիծը քանակերը բարձրացրած։ Հիմա քանակերում շատ տներ են սարքում, այնպես շատ բան այդ ռեզիդենցիալ, շատ ծուն տներ, որտեղ կանաչը, օդը եւ այլն էլի, չէ՞։ Լավ, ինչ չէր սիրում Նորիկը։ Ինչ չէր սիրում։ Հա։ Այդ ժամանակ։ Ինչ ժամանակ, հա։ Այն դժվարանում եմ ասել։ Չէի սիրում մենակ տունում մնալ։ Հա։ Ես հիշում եմ, որ ծնողներս գնում էին ինչ-որ տեղ, ես անպայման ուզում եմ իրենց հետ գնալ։ Ինչի համար։ Ես չգիտեմ ինչի համար։ Փոքր երեխա, այսինքն ուզում եմ իրենց հետ։ Տանում էին։ Տանում էին հիմնականում։ Հա։ Ես գտնում էի։ Չէ, պապան իմ հետ միշտ էր իր հետ ինձ տանում եւ երբ որ պապան եկավ Երևան, որպեսզի տուն գնի, բա, ինքը ինձ հետ է բերեց։ Տղաներով եք գնացել տունը։ Ես մնում էի պապայի հորաքրոջ տանը, ինքն էր այնտեղ մնում, այսինքն տեղ չկար մնալու։ Մենք մնում էինք այնտեղ, պապան ինչեւ որ այդ գործերը կարգավորեր, տան գնումը, աշխատանքի հարցեր լուծել, ոնց որ ես ավելի շուտ եմ եկել Երևան։ Հետաքրքիր է։ Նորիկը գնում է դպրոց։ Հա, ո՞ց, քանակերում կա 3 հատ դպրոց, երևի 4։ 3 դպրոցում է սովորել։ Այդպես լավ աշակերտ էի ոնց։ Լավ է սովորել, ուղղակի ես գնացի 117 դպրոցը, հետո կառուցեցին 84 դպրոցը, տեղափոխեցին 84, քանի որ այդ շրջանի այդ բանը ոնց որ թե մեր տունը ընկնում էր 84-ի բան։ 84-ը կառուցեցին, գնացի 3 տարի սովորեցի, հետո 103-ը կառուցեցին, որը հիմա չինական դպրոց է։ Հանդեցին չինական դպրոցը։ Հետո մեր տան բանով որոշեցին, որ ես ավելի մոտ եմ 103-ին, տեղափոխեցին 103։ Ու ես եկա այդ առաջի դպրոցը, որ գնում է, նույն դասարանում եկա նորից մեր երեխաների հետ։ Փաստորեն երեխա ժողովրդյանի վախեցել դպրոց փոխելուց։ Չէ, կյանքի տրավմա չի։ Հետո դպրոցը Դե շփող եք եղել դրա համար։ Այդքան շփող չեմ եղել, բայց դե այդքան բանել մենակյացել չեմ եղել։ Մենք որ դպրոց էին գնում, այդ վերջի դպրոցը 103-ը քանակերի բաղերով էին գնում։ Դե մեծ բաղեր կան, չէ, հսկայական ընկուզի ծառեր, տանձի ծառեր եւ այլ եւ այլ։ Ես եւի գնում եմ այդ քանակերը ֆրամ գամ։ Հա, գնում էինք տանում միրգ ուտելով բան գնում էինք, դեպի պահակնել իմնում էր մեր հետևից, էլի չէր թողնում։ Բայց դե ով է պահակել։ Ես Բանգլադեշում մեծացել, մեր դիմացը տենց բաղեր կարելի տենց, այն որ մի ժամանակ այդ յուգոսլավները եկան գործարան կառուցեցին բամա, պապայի հետ գնում էինք այնտեղ տենց էլի տենց մրգեր կար, ես տենց նկար ունեմ, որ իմ բանի յուբկայի մեջ տենց մրգերը բան եմ արել ու այդ բան է պահակը որ գալիս է, ես տենց պահել եմ, միտում չի տեսնելու էլի իմ մրգերը։ Այդ հիշողությունները ինչ ասես արժեն էլի։ Քանակերում շատ լավ է։ Առաջինը բնությունը ծառերը շատ էին։ Իսկ մյուս կողմն էր բուսաբանական այգիներ։ Ձմեռը մենք մեր մոտից նստում էինք, սենց բաներ դիքեր էր, բանը սակայի վրա։ Սակինը ինքնաշեն սահանակների վրա նստում։ Ցելոֆան, հիշում ես մենք ցելոֆանը դնում ենք, այն ժամանակ ցելոֆան չկար։ Այն ժամանակ փայտից եղբայրս էր սարքում, կամ դահուկներ էր սարքում, կամ սահանակներ էր սարքում։ Նստում էինք ու մեր տանից մինչև բուսաբանական այգի։ Իսկ բարձրանալը դժվարությամբ։ Փայտը տանում էիք, թե թողում էիք։ Չէ, պատրաստի սահանակ էր, չէ։ Քանի տարեկան եք տեղափոխվում քաղաք։ Երևան։ Չասեցիք պապաս տուն առավ։ Հա, 4-5 տարեկան է։ 5 երևի, որտեղ 58 թվին, ես 52։ Չէ, գնացիք քանակեր։ Այո, քանակերը արդեն քաղաք։ Հա, այդ էր, որ եկել եք քաղաք։ Հա, իստված թե քանակերից հետո եկել եք Երևան, սա է հաստատ։ Նկարչություն։ Դասերի եք գնացել։ Չէ, առաջի, այսինքն այդպես խմբակային բանը, որ գնացել եմ, այդ գնացել եմ դպրոցի նկարչության դասատու խմբակում։ Հենց դպրոցում այդ խմբակն եմ գնացել, հետո
գնացել եմ Պոջյանի անվան դպրոցը, այսինքն 64 թվականին, ավարտել եմ 68 թվականին, ոնց որ համընկել է, 68-ին էլ ընդունվել եմ Հանոս Թերլևեզյանի անվան Թերլևեզյան եք ավարտել։ Ուսումնարանը ավարտել եմ, գնացել եմ Բանակ, Բանակից հետո գնացել եմ Լենինգրադ ուսումնարան։ Նկարչությունը ինչ էիք սիրում նկարել։ Ես օրինակ գնացել եմ նկարչության, շատ անտաղանդ եմ եղել, սաղորը բաներ էի նկարում, սիղեններ էի նկարում, մենակ դա էի նկարում, ուրիշ բան չեմ սովորել նկարել։ Մեկ նատյուրմորտ։ Քանի որ ես գնացել եմ խմբակ եմ գնացել, խմբակը վարում էր ազգանունն էլ ասեմ հիմա չկա այդ նկարիչը, ինքը նկարիչ էր։ Ենգիբարյանը, ինքը նկարության դասատուն էր, ինքը շատ պրոֆեսիոնալ ձևով էր բանում, այսինքն մենք նատյուրմորտներ էինք նկարում, կոմպոզիցիաներ էինք նկարում, այսինքն ինքը ոնց որ թե պրոֆեսիոնալ նկարչության հիմքը հենց դպրոցից դրեց։ Հետո Պոջյանի անվան դպրոց, որտեղ ընդդեմ լրիվ պրոֆեսիոնալ դասատուներ էին դասավանդում, բնական է հանդեպից հետո Թերլեմեզյանը պրոֆեսիոնալներ, որտեղ այն ժամանակ Թերլեմեզյանը ավարտում էին, շատերը չէին էլ գնում ինստիտուտ, որովհետև հետո սկսում են ստեղծագործել, այդքան բան էր տալիս, այսինքն բազա էր տալիս, այսինքն գիտելիք էր տալիս, որ դու կարող էիր ստեղծագործել առանց շարունակելու։ Ինչ հետաքրքիր է։ Ավարտում եք Թերլեմեզյանը։ Դրան ավարտել եմ, այս մի փոքր մոռացան, դե մոտ մի տարի ուղարկեցին Սևան աշխատելու, ուսուցիչ նկարչության գծագրության։ Բան էի ասելու, բայց չասեմ։ Սևանի գյուղանոցում։ Ասում են նկարչությունը թերապևտիկ շատ մեծ դեր ունի մարդկանց համար, ունեք շատ կան տենց կենտրոններ, որտեղ դաժե բանտում, անգամ բանտում հնարավորություն ունեն իրանք բանով արվեստով զբաղվեն։ Երաժշտությունը, նկարչությունը, ասենք թատրոնը, դրանք բոլորը բուժիչ բաներ են։ Ճիշտ է։ Գաղութներում բան շատերը բան են անում, աշխատում են։ Ես երկու գյուղում էի աշխատում, Վարսեր գյուղում եւ Գեղամավան գյուղում։ Այդ ավարտելուց հետո ձեզ ուսումնարանը ավարտելուց, ես ասեմ, աստորեն, քանի որ թույլ չէին տալի գնալ ինստիտուտ քննություն տալու, թույլ չէին տալի, կամ պիտի գնաս բանակ ծառայելու, կամ պիտի բան անես, գնաս գյուղում աշխատել։ Դե ես իմ երկու ընկեր ունեի, շատ մոտիկ, իրենց հետ որոշեցինք գնանք գյուղում աշխատենք մի տարի, հետո կգնանք բանակ։ Դե գնացինք բան, այդ վաստան նույն այդ Վարսեր, Գեղամավան գյուղի դպրոցներում աշխատեցի։ Որտեղ էր այդ գյուղերը։ Բանը Սևան քաղաքի կողմն է, Վարսերը 5 րոպեվա ճանապարհ է մեքենայով, իսկ Գեղամավանը մի քիչ ավելի հեռու։ Ես սայրով ոդկով էի գնում, մեկ էլ երկու երիտասարդ տղամարդ գնում են գյուղի դպրոցը, պատկերացնում եք։ Գնացել ենք գյուղի դպրոցը աշխատել եմ, շատ ո՞նց էր դպրոցը։ Հոյակապ էր։ Լավ էր անցնում։ Ուսանողները ո՞նց էին։ Ուսանող աշակերտներ։ Ես ինչքան 20 տարեկան էի 7-րդ դասանի դասղեկ էի տվել։ Որպես այդ 7-րդ դասանի։ Ասա թեման կպել է։ Տնորենը եկել է։ Տնորենն է սենց որ իրան նայեր տեսքը ոնց որ ասենք կրազի շոֆերը կրազի բանը բախտի բերում տաբաթը բանը լրիվ յուղոտ վերևի բանը ոնց որ տեսի մի 100 տարվա այդ իր երկրորդ գործն էր համատեղման կազմում տնորեն էր աշխատում այդ ճիպոտը ձեռը եկավ ես նայում եմ իր ճիպոտին զարմանում եմ ճիպոտը ինչի է վերցրել ձեռը եկանք մտանք 7-րդ դասարան ներկայացրեց ասեց սա ձեր դասղեկն է ու 3-4 հոգու կանգնեց կանչեց գրատախտակի մոտ ու ճիպոտը արեց այսինքն երկու ճիպոտը պրոֆիլակտիկայի է փաստորեն ասեմ բայց ինչի հետո էլի որ դուրս եկանք ասում իրանք ամենաչարերն են իրանք պետք է սկզբից բաժես որ դասը չխանգար ինչ լավ է Փրիսով ավարտեցի Փրիսում բան էի 10 տարիս երկրորդ լեզու սեպտեմբերի 1-ին մտած բայց դուք մեր նոր ուսանողն եք ասի ես նոր դասախոսն եմ Դες 21 տարեկան իրանք առաջին ուսեինի չեն այլ լուրջ էին նո Դա շատ երեխեք դե գյուղուրիշ 7-րդ դասան դա գնալու ձյաձաներ էին այսինքն մեծ մարդիկ ոնց անցավ Ինչ հիշողություններ ունես այդ շրջանից Շատ լավ այսինքն
Առաջինը դպրոցի կոլեկտիվն էր շատ լավ։ Շատ լավ ժողովուրդ էին։ Որոշները էլի իմ նման եկել էին քաղաքից, որոշները տեղացի։ Ամուսնաց է մնացել։ Հա, կա ամուսնացել մնացել էին, դե բանը գյուղին կից դպրոցին կից բան կար։ Ուսուցչի տուն կար, դե բնակարաններ կային, տալիս են, մենք ես ու ընկերս ստեղ ենք։ Հիմա որ հետ ես նայում, ինչ ես կարծում, այդ 2 տարին ինչ-որ բան փոխել են քո կյանքում։ Որ 2 տարի։ 2 տարի չեմ աշխատել, աշխատել եմ մի տարի։ Մի տարի։ Մի տարի աշխատել եմ, հետո բանը Փոխել է ինչ-որ մի բան քո կյանքում այդ մի տարի։ Դե հաստատ փոխած կլինի, բայց բնության այդ տպավորությունը դրանից հետո ես սկսեցի պեյզաժներ անել։ Մինչև բանակ գնալը որոշակի ժամանակ։ Ես հետո վերադարձել եմ, վարսել եմ վերադարձել, այդ վարսելի այդ տանը որ մնում եմ, ես խոսեցի տնօրենի հետ, ասեցի կարամ մի ամիս բան մնամ նկարում, ասեցի կարող ես։ Մնացի նկարեցի բանակին, պեյզաժներ ունեմ արված։ Այդ արդեն քանի տարեկան եք։ 21 բանակը 20-ում գնացել եմ, 22-ին վերադարձել եմ ու ընկերոջս հետ գնացել ենք Լենինգրադ։ Դերը սա ընկերոջ հետ ա եղել, փաստորեն։ Հա։ Այդ ընկերոջը դե։ Հա, ինքը մինչև հիմա ապրում է Լենինգրադում։ Լենինգրադ, ինչի Լենինգրադ։ Դե Լենինգրադ, որովհետև մեր նկարիչներից շատ են շատ Ներսեսն էլ չէ Լենինգրադ գնացել։ Այո, ներսեսի հետ ես ծանոթացել եմ Լենինգրադ։ Ինչ է դա քրքիր է։ Օ, քանի տարի առաջ փաստորեն։ Ներսես հետ ինչ էր պատմել։ 75 թվին եմ ես գնացել, 74 թվին գնացել եմ, ավարտելուց հետո անմիջապես գնացինք Մասիսի հետ, նոր տարին եկանք Երևանում անցկացրեցինք եւ 75-ին արդեն գնացինք մշտական, ընդունվեցինք նախապատրաստական դասընթացների ակադեմիայում եւ մնացինք այնտեղ 5 տարի։ Շատ, որովհետեւ առաջի տարին դու գնաս բանակից հետո ընդունվես Գեղարվեստի ինստիտուտ, դա մի քիչ ֆանտաստիկային մոտ բան։ Հա, չգիտեմ, մենք մնացինք ընդ նորից պարապեցինք, նորից բանը քննություն տվեցինք, չընդունվեցինք, մի տարի էլ պարապեցինք, երրորդ տարում նոր ընդունվեցինք։ Այս պատմությունը ես շատ եմ սիրում, գիտեք ինչի։ Որտեղ շատ հաճախ մարդկանց տեսնում են ինչ-որ ասենք ձևավորված նկարիչ կամ ձևավորված անձնական, իրենց թվում է թե հենց մի անգամից գնացել, արել, մտել, անցել, սենց սա ես այս ինտերվյուների ժամանակ այդ պատմություններն եմ սիրում, որ մի անգամ տալիս ես չես ընդունում, երկրորդը չես, երրորդը նոր ընդունվում ես, այնքան ցանկություն կար, որ աշխատելու նպատակ կար, էլի, այսինքն դա այդքան հեշտ չի եղել, ինձ թվում է։ Նկարչին հարցնում են, ասում են, ես նկարը ինչքան ժամանակում ես նկարել, ինձ մտածում, ասում եմ 35 տարի, ո՞նց է ասում, 35 տարի դու սա որ աշխատես։ Ասում եմ, չէ, ես 35 տարի աշխատել եմ, որ նկարեմ։ Մի ամսում ես նկարը ավարտել։ Ինչ է դա քրքիր է։ Որովհետև դու ոնց կարող ես բան անել, նկարին ասես ինչքան ժամանակում ես։ Նկար կա մի օրում ես նկարում, նկար կա մի 4-5 ամսում ես նկարում, բայց դրա հետև ինչ կա։ Մի հսկայական ճանապարհ, որ դու անցել եկել ասել ես այդ մակարդակին, որ կարող ես բանի առնել։ Շատ բան կա, նկար, ինչի է նկարչական բաները մի տարի ավել էին, սովորական բաները եթե սովորում էին 5 տարի, նկարչականը 6 տարի էր, 7 տարի։ Հա, ես չգիտեի։ Ինչի համար, ինչ որ մասնագիտականի համար։ Դե որովհետև ժամանակն էլ իր դերն է խաղում, ասենք այդ ժամանակի ընթացքում դու հասունանում ես, շփվում ես, սովորում ես, գնում ես հանգարաններն ես նայում, դե հասունացման շրջան է, դե չի լինի որ մտնես մի անգամից, այդպես չի, սաղում չի։ Ընդհանուր փաստորեն ավարտում եք այդ համալսարանը, հա, ոնց է կոչվում։ Չէ, համալսարանը հիմա ակադեմիա է կոչվում, Գեղարվեստի ակադեմիա։ Գեղարվեստի ակադեմիա։ Ինչ է կատարվում ձեր կյանքում։ Մնում եք Լենինգրադ։ Չէ, ես չեմ մնում, ես դիպլոմը ստացա, մի շաբաթ հետո ես թռա Հայաստան, իմ իրերը նույնիսկ ընկերներս են։ Բայց իմ ընկերները ես է պիտի ասեմ, որտեղ շատ կարևոր է, մոտ 10 ընկեր ենք եղել, 10-ից, այսինքն ես էլ երևի հետները 10 հոգի, այդ տարի մենք ավարտել ենք, այտենց քիչ է լինում, որ այդքան հայ մի տարում ավարտի, իհարկե տարբեր բաժիններ, դե դիզայնի բաժին կար, մեբելի բաժին կար, այսինքն տարբեր բաժիններ կար, եւ այդ 10-ից մենակ ես եմ վերադարձել։
Բոլորը մնացել են ընդ, մնացել են ամուսնացել են մեր գեղեցիկ ռուս կանանց հետ, ինչև իմ դեռ ապրում են։ Ամուսնացել են, թեմա բացվեց։ Այո, բայց ես եկա Երևան, որ Անահիտ հետ ամուսնանամ։ Անահիտին քան տարեկան էիք։ Ես որ եկա Երևան 30 տարեկան։ Իսկական ժամանակ։ Անահիտին ոնց տեսաք, ոնց հանդիպեցիք, ոնց ճանաչեցիք։ Պատահական խմած։ Ինքերոջս տանը, բարեկամիս ինքերոջս, որը ինքը էլի նկարիչ էր, կերամիկ, Արշալույս Կիրակոսյանը դժբախտաբար հիմա չկա, մահացել է։ Ես գալիս էի իր մոտ արվեստանոց, նույնիսկ այդ օրը ես տուն էլ չէի գնացել, ես Լենինգրադից եկա, հենց այդ օրը եկել եմ, բաներ, այսինքն արձակուրդ էր, ես չէ որ ավարտել եմ եկել եմ, չէ, արտակուրդ, եթե չեմ սխալվում 82 թիվներ, չէ։ Դեռ սովորում էի։ Դեռ սովորում էի 82 թիվներ, ես եկել էի քրոջս Արսանիկին։ Եվ մի անգամից ես գնացի բան, Արշուի մոտ գնացի արվեստանոց, դե բնական է որ գնում ես, նստում ես, խմում ես եւ այլն, բայց իր տունը կենտրոնական փոստը, եթե գիտեք, այն բարձր թեքը կողքի։ Եթե դիմացով նայում եք փաստորեն կենտրոնական փոստին, աջ կողմը իր արվեստանոցն էր, ձախ կողմի շենքերն էլ իր տունն էր։ Հետո մենք տուն գնացինք, կինը Գայանեն փոքրիկ սեղան դրեց, բան արեց, նստեցինք, բնականա խմեցինք, ինքեր դուրը զանգեցին, դուրը զանգ եկավ դռնից ու կինս մտավ ներս։ Կինը չէ, Անահիտը։ Բայց որ ինքը մտավ, հետաքրքիր զգացողություն, կարող է խմած էի դրա համար։ Ինքը որ մտավ, ես ասեցի, սա երևի իմ կինն է։ Մտքիս մեջ իհարկե բարձր չասեցի։ Ուրեմն ես իմ կնդիրներին ասենք, որ կարող է ծիծաղա մարդիկ մտածեն ինչա նստած խնդմնդում։ Ուրեմն դուք պետք է վիճակը պատկերացնեք, Անահիտը դեմս է նստած, նորիկը կողմից է նստած, ու նորիկը զբուկն է Անահիտը պատկերը։ Ես աբսոլյուտ մենք կամերա չունենք։ Բայց դու զգուշ մնա, այսօր դիվանը հարմար է, հա։ Բան չունեմ ասելու, այսինքն ինքը որ մտավ։ Հիմա կարող, հիմա ասեմ, ես չգիտեմ, ռադիո կարա դες բաներ։ Ամեն ինչ կարա։ Ինչ թվաց ինքը նենց լիքը աղջիկ է, էլի, ինչ-որ բան ջինսով բանը, բայց հետո ես հասկացա, որ չէ, լիքը չի աչքիս է դից։ Բայց որ մտածեցի, սա իմ կինն է, այդ հաստատ է։ Այդ բանի որ մտել է, այդ բանի լծրել է, այո, ինքը բնական է, չգիտեր, ինքը ինչ պիտի իմանա։ Անահիտի ձյաձայի ի՞նչն էր կոնգերուց։ Ձյաձայի ոչինչ, ձյաձայի չէ, կնոջ ընկերուհին։ Երեխեք շուտ գնացեք ձեր ընկերներին։ Վերջը որ եկավ Անահիտը, ես ասեմ, որ ես տեսա, սեր առաջի հայացքից։ Այո։ Իսկ ինքն էլ է քեզ տենց սիրահարվել, թե քեզ չի նշանակել։ Իրան հարցրեք։ Կհարցնեմ, բայց քո վերսիան ո՞րն է։ Չէ, ինքը չի սիրահարվել։ Չի սիրահարվել։ Ժամանակ էր պետք իրեն, ինքը դեռ փոքր էր, պետք է հասունանա։ Քանի տարեկան էր։ Քանի տարեկան էր, ինձանից 9 տարի փոքր է։ Դե 21 տարեկան էր, դու մեծ ձյաձա էր 30 տարեկան։ 30 տարեկան։ 21 տարեկանում ունեցել երեխա ես, չէ՞, լիքը որ այն ժամանակները, բանից։ Ես հիշում եմ ժամանակը 40 տարեկաններ, ասում 40 տարեկան 40 տարեկան մտածում ենք մարդիկ արդեն մահանալու շեմին են եկել հասել։ Այն օրով ասեցին, մի անգամ ասում եմ պատկերացնեք, որ Աննա Կարինինը ընդամենը 30 տարեկան է։ Անահիտը մտնում է, դու սիրահարվում ես, դալշը։ Ամենահետաքրքիր տեղն է հիմա։ Հետաքրքիրն է, ինձ թվում է Գայանեն հասկացավ այդ բանը։ Գայանեն, այսինքն Արշալույս կինը, հա, զգաց, այսինքն հասկացավ, ինքն էլ հղի էր, առաջի երեխային պետք է բերեր, ու հետո այն ժամանակ բան էր, հեռախոս չկար, բան չկար, ճիշտ է, բան ենք ունեն, Արշային ունեն հեռախոս, բայց մենք չունենք։ Ֆիքս հեռախոս։ Ֆիքս։ Այդ որ թվի մասն ենք խոսում հիմա։ 83, հա։ Չէ, 83 չէ, կներես, 82 թիվ, 83-ին ես ավարտել վերադարձել եմ։ Okay, հեռախոս չկար, դու մի անգամից հեռախոսի համար ուզեցիր Անահիտի, թե չէ, ես հեռախոս չունեի, իրանք էլ չունեին հեռախոս։ Նամակ։ Մեր կապը եղել է Գայանեն, եթե ես ուզում եի Անահիտից ինչ-որ ինֆորմացիա իմանալ, ես զանգում էի Գայանեին, Գայանեն կամ ինֆորմացիա ուներ ասում էր, կամ չուներ չէր ասում։ Իսկ Անահիտը տենց
կապ պահող չէր, ուրիշների հետ կապ պահող է։ Դու իրան չէր հետաքրքրում, դու մեզ դեդա էիր։ Հա, ինքը ասում էր էս բանը որ էս աշու, որ էս իր այդ։ Համ 30 տարեկան, համ խմած։ Լավ որ չես ընտրել ասում, բայց փաստորեն ստացվել է, էլի, հա։ Հետո ստացվել է իմ համառության պատճառով, որովհետև ինքը համառության պահ։ Քանի ամիս ես համառել։ Դե ես շատ չէի կարող համառել, որովհետև վերադառնայի ուսումը շատ։ Հետո եկել եմ էլի։ Հետո Գայանային ասիրնից կանես, որ կողքը հենց տղամարդ հայտնվի, դու իրանց։ Դե Գայանային ես դες բան չեմ ասել, բայց Գայանին ինքը ամեն ինչ հասկացել, հասկացող կին է։ Ես ասել Գայանին գիտեր, որ ես ուզում եմ Անահիտի հետ ամուսնանալ։ Այդ աստիճան։ Անահիտը գիտեր։ Գիտեր ասում եմ։ Հետո գիտեր, բայց հետ գնացել Լենինգրադ։ Գնացի։ Վերջի տարին սովորեցի։ Վերջի տարին սովորեցի։ Բայց այդ ընթացքում զանգում էր Գայանից նորություններ էին։ Կարծում, հա, բայց ախր զանգելն էլ այն ժամանակ ճիշտ է, բարդ էր, բարդ։ Մի մոռացեք 82 թիվ։ Ես իմ ծնողների հետ խոսելու համար պետք է գնայի կենտրոնական փոստ, ընդերից պատվեր տայի եւ մեր տանն հեռախոս չկար։ Ես զանգում էի հարևանին, որը պատերազմի մասնակից էր, ինքը ուներ հեռախոս։ Հիմա շատերը կլսեն կմտածեն, ես ինչ Չի, բայց այդ է հետաքրքիր, որտեղ ես վստահ եմ, որ լիքը մարդ չգիտի դրա մասին։ Եվ չունեին հեռախոս, չունեին, հեռախոսը տալիս էին պատերազմի մասնակիցներին, ինվալիդներին եւ այդպես մարդկանց էին տալիս։ Ես զանգում էի Խաչիկ Զազյանից տուն, խնդրում էի, որ իմ ծնողներից մեկին կանչեն, ես ինձ չփոխեմ։ Մենք, որ Բանգլադեշ ապրում էինք, երկու մոտիկ հարևան ունեինք։ 13-րդ թարգում ու 14-րդ թարգում։ Ու այն ժամանակ պապաները քաշել էին թոքի նման ինչ-որ մի բան, որ մենք ներքուն իրար զանգելու համար, որ ասում էին իջեք կոֆե խմելու, դրանով էինք իրանց զանգում, իրար զանգում են ժամանակ, էլի այդ առաջի բաները, որ ես հիշում եմ, այդպես ներքին հեռախոս ունեինք մեր մեջ։ Ջեն, դժվար տարիներին, հետո զանգելն, տեսեք, ես ապրում եմ Քանաքեռում, մեր տունը կենտրոնական փողոցից, Քանաքեռի կենտրոնական փողոցից բավականին հեռու է։ Այսօրվա ասենք Ռենգեն ինստիտուտի մոտ, որպեսզի գայի ավտոմատ գտնի, պետք է գայի կենտրոնական փողոցի մոտ, որտեղ երաժշտական դպրոցն էր։ Երաժշտական դպրոցի դիմացը կար մի հատ sense հեռախոսի բուդկա, այսպես ասած։ Այդտեղ կանգնում էր, որ քեզ զանգեին այդտեղ։ Չէ, ես գալիս էի, ես էի զանգում, բայց պետք է բախտս բեր, որ հեռախոսը ջարդված չլիներ, շնուրը կտրված չլիներ։ Մարդը տունը լիներ։ Հա, ասենք եթե չէր լինում, ես պիտի ավտոբուս նստեի, իջնեի Ռայկոմ, Ռայկոմի դե հեռախոսները ինչքան ջանք էր պետք կապ հաստատապա։ Դա դեռ ավելի հեշտ կգնար մարդ։ Ես Մարիչ ջան, այնքան ջանք եմ թափել։ Հիմա այսօր որ ասում եմ արի բաժանվենք բանանենք, ասում եմ հիմա չեմ բաժանվեմ, այդքան չարչարանքից հետո կբաժանվեմ։ Բայց գիտես կպատահի, որ այդքան չարչարվել ես։ Դրա համար էլ ամուսնանալը քաղցր է եղել։ Ես չգիտեմ, ես չեմ կարող ասեմ իմ կողմից, հա, բայց Անահիտի կողմից։ Դե իրան հետո ինտերվյու ժամանակ կհարցնենք, բայց քեզ չենք խաղացնի մեր հետ, որ ինքը անկեղծացնի։ Չէ, ես գնամ ներքև։ Դու հա գործում ես։ Քանի լավ, ինչքան ժամանակ տենց պնդեցիր։ 85 թիվը, էլի։ 80, նես չի որ չէինք հանդիպում, մեկ-մեկ հանդիպում էինք, մեկ-մեկ շփվում, բայց ոչ ռեգուլյար չէր։ Բայց տենց հաճախ։ Բա հետո մեծացավ։ Դե հետո ես առաջարկեցի որ բանանանք ամուսնանանք, Անահիտը չասի։ Բայց բավական պետք է առաջարկեի, ես ուտեղ այդ առաջարկել եմ, ուղղակի դե չի ստացվում, նես չի որ։ 85 թվականին ամուսնանում եք։ 85-ին ամուսնացել ենք, 86-ին Լիլիթն ածնվել, 88-ին Մանեն ածնվել։ 88-ին Մանեն ածնվել։ Հետո ոնց ի՞նչ է կատարվում։ Դու աշխատում ես, նկարում ես։ Գեղագիտական կենտրոնում եմ աշխատում եւ դրա հետ միասին տանը ունեի փոքրիկ արվեստանոցտանն էի աշխատում։ Հետո երբ որ ամուսնացանք, ես Բանգլադեշում արվեստանոց վերցրեցի, ես գնեցի, բոլորը ստացել էին, բայց ես ուշացել եմ փաստորեն։ Որտե՞ղ Բանգլադեշը, Բանգլադեշը մտա։ B2 թաղամաս։ Այն բաների շենքը, եթե գիտես, Օթաչուների շենքը։ Ճանապարհից էլ երևում է խաչուկները, բալկոնները sense խաչուկները, հենց այդ շենքի փոքր։ Ես էլ բասեյնի մոտ էի ապրում։ Բասեյն կար մի հատ, A2 հայկական խոհանոց ռեստորան կար մի հատ, այդ դրա վրա բասեյն կար, մի հատ սամալոտ կար, որ ինքնաթիռը բերել էին, դրել էին, այդտեղ էինք մենք ապրում։ Այդ բաղերը, որ ասում եմ, մեր տան դիմացն էր, էլի։ Բաներ։ Ոնց եք
որոշում որ գաք Բելգիա որ թվին է լինում ոնց է ստացվում Հիմա ես այդ պատմությունը հետաքրքիր է ես ասեմ ես 96 թվականին եկել եմ Գերմանիա մի քանի հատ նկարներ էի բերել հերոստղան այն ժամանակ բաներ դիվանագիտականում այսինքն ավարտել էր դիվանագիտական կրթությունը Մոսկվայում աշխատում էր դեսպանատան էր 94-ին չէ 96-ին եկել եմ իր մոտ ահագին sense շրջել ենք գարերանների ծանոթություն որոշ աշխատանքներ վաճառել ենք եւ այն ժամանակ Անահիտի քեռու տղան ապրում էր Ֆրանկֆուրտում այսինքն ես ինքնաթիռը Ֆրանկֆուրտ էր տանում Հակոբը ինձ դիմավորեց հետո ինձ բերեց Համբուրգ ներողություն Համբուրգ չէ Կամայրա քաղաքը ո՞րն էր այն ժամանակ Բոն բերեց Հակոբը ինձ ասում էր նորիկ ասում էր Հասիբ եկել ես ո՞ւր ես ասում բանայիտ երեխեքը ասում մենք կօգնենք քեզ կբերենք չէ մարդ ես հետո որ տեսնում էի իրենց այսինքն վատ չէին ապրում լավ էին ապրում բայց մտածում ինչ է այստեղ ապրում չեմ Գերմանիան իմ երկիրը չի բան էր չէ այսինքն միտքեր չուների դուրս գալ վերջը ինչ որ մենք գործնեություն ունենք ծավալեցինք ես վերադարձա Հայաստան մի անգամ էլ եկել ենք Անահիտի հետ ցուցահանդեսին 98 թվականին եկել ենք Վարդանի էլի Հակոբը մեզ դիմավորել է բերել է Բոն Վարդանենստուն եւ մենք ցուցահանդես ենք արել Կիլ քաղաքում Կիլն էլ դա սահմանի մոտ sense շատ հետաքրքիր քաղաք է ցուցահանդես արեցինք այդպես բան Հակոբ ասում է դե երկուսով եկել եք ինչ է գնում մնացեք ստեղ երեխեքին կբերենք էլի ասում դե Հակոբն էս կակին տղա է ասում մի բան կանենք չի մտածի կբերենք ու կբերեր կօգներ ինքը բան կաներ բայց ես ասացի Անահիտը երևի ուզում էր մնալ չգիտեմ բայց ես ասեցի ոչ ես հույս ունեմ որ Հայաստանում ամեն ինչ շփվելու է մենք կվերադառնանք Հայաստան մենք վերադարձանք Հայաստան հետո ինչ եղավ 99 թվականին երբ որ մտան խորհրդարան ջուլեցին այդ մեր ղեկավարներին կոպիտ ասեցի կներեք բայց դե տենց ստացվեց էլի աստորեն ես մտածեցի չէ ասես երկիրը շփող չի եթե շտկեին էլի իրենք պիտի իհարկե իդեալական չէին ղեկավարները բայց եթե մի փոքր շտկեին իրենք պիտի շտկեին եթե իրենց էլ վերացրեցին դե կներեք ասեցի արդեն հնարավոր չի ու ստեղ արդեն սկսեցինք Անահիտի հետ մտածել երկրից դուրս գալու մասին հիմնականում երեխաների Դուք մարդիկ ճանաչում եք Բելգիայում Հայո ճանաչում Որ թվին եք եկել արդեն Բելգիա 2000-ին եկել եմ մենակ Երեխեքը արդեն քանի տարեկան էին ասեցիք 14-12 հա 14-11 Դե ոնց է Ինչ տպավորություն է եղել առաջինը Առաջի տպավորությունը շատ տեղափոխումը այդտեղի ապրելը որովհետև առաջի այսինքն ես որ արդեն առաջի բանը տանում են ճամբար են տանում չէ հա ճամբար իսկ որտեղ է գնացել ճամբար Գենտից քիչ հեռու դենսե քաղաքը հետաքրքիր է բանը ամեն ինչ բնությունը նայում ես բայց առավոտից իրիկն անձ է հիմա ասեմ տարբերությունը շատ է հիմիկվա կլիման տանելի է կարելի ասել տանելի կլիմա բայց այն ժամանակ ամառն է եկել ամառը առավոտից իրիկուն անձ է ասում լավ ինչև է իսկ ասենք ինտեգրացիան ոնց է եղել ընտանիքի համար Բելգիայում ճիշտը որ ասեմ ես ինձ օտար չեմ զգացել որովհետև մենք եկել ենք Բրյուսելում մի քիչ ուրիշ ճիշտ է ինձ ասում են Բելգիան սիրում ես ասում ես որտեղ որ բանն է ներսես ապրում դե ֆրոմանական գոտի է չէ ֆրոմանական գոտիում դու ավելի շատ ես քեզ օտար զգում ճիշտ է նույն ասենք պետք է այնտեղ ապրողներին հարցնել բայց ես տենց եմ զգում ես ինքս Բելգիայում Բրյուսելում կներեք ես ընդհանրապես ինձ օտար չեմ զգում Այստեղ ո՞նց եք անում ասենք դուք ասացիք որ երեխեքը դժվար համակերպվեցին չէ ասենք այդ բանի հետ Դե իրանք սկզբից գնացին մի ամենացածր կարգի դպրոց
Հետո մի տարի հետո տեղափոխվեցին ավելի լավ կոմունալ դպրոցները բանի եւ հետո արդեն մենք որոշեցինք, որ մեր երեխաները պետք է լավ դպրոց գնան։ Դժվարությամբ տեղավորեցինք Սակրե-Կյորում Մանեին եւ Սան-Պիերում Լիլիթին։ Իսկ մասնագիտորեն ո՞նց է զարգանում ձեր մասնագիտական կարիերան, ասենք, դուք արդեն քանի տարեկան եք, որ եկաք այստեղ։ 48 Մի ամբողջ կյանք։ 48 Մի ամբողջ կյանք։ Եվ Անահիտը 48 երևի։ Դե որ Անահիտը 40-էր, դու 49 էիր, ասեցին ջահելանումը։ Բանը արվեստի առումով ի՞նչ է կատարվում ձեզ մոտ, ի՞նչ է լինում, Արվեստի առումով չի ասի, որ շատ բարվոք է։ Մենք Հայաստանում ունեինք ընկերներ, ունեինք խումբ, ունեինք ցուցահանդեսներ էինք անում, ասենք թե չի ասի, որ նենց առատորեն վաճառում էինք գուցե, ոչ, բայց արվեստի կյանքը այնտեղ ավելի ոնց որ թե ավելի լավ է, այսպես ասած։ Ստեղ դե քիչ-քիչ արդեն ծանոթացանք այդ նկարիչները, որ ցուցահանդեսին մասնակցել էին, աստորեն մենք միասին ցուցահանդեսներ էինք անում, մի պահ լավ աշխուժ էր, բայց հետո ստացվեց, որ էլ միասին չէինք, առանցին ամեն մեկը անում էր, կամ իրանք երկուսով, կամ երեքով, շատ բողոքել պետք չի, բայց լավը գիտեք որն է, որ ըստ դու կարող ես աշխատել, այսինքն նյութերի խնդիր չկա, գումարը թերիքում է այդ նյութերը գնելուն, ասենք թե դու այնտեղ ասենք եթե սպիտակ ներկը վերջանում էր կամ պրոբլեմ էր լինում, ինչ պետք է գնաս վերնիսաժ, պետք է գնաս այնտեղ գումարի խնդիր է։ Ահ կար որ ասենք ես բանով էի Անահիտ միտքը հիշի, որ պաստելներով էի նկարում, այսինքն բաներկով չէի նկարում, որովհետև չկար։ Եթե գումար ունենար, նորմալ ներկեր չկա, դե հիմիկվա Երևանը դա ուրիշ է։ Հա, բաց, Երևանը ոչ մի բան չկար։ Հա։ Ժամանակ ոչ մի բան չկար։ Երևանում մի բան վերում էր, բոլորը ամեն ինչ կա։ Իսկ դուք ստեղ ասենք միշտ նկարչությամբ եք զբաղվել, ինչ ուրիշ աշխատանքեր եք արել։ Ես աշխատել եմ, դպրոցներում եմ աշխատել։ Դասավանդել եք։ Հա, դասավand նկարչություն, բայց իմ միսիան հետևյալն է, որ ես պետք է պանճուր միղալ ֆրանսերեն, պատերի վրա նկարչություն, այսինքն մենք պատերի վրա ենք նկարում, դպրոցի պատերի վրա, իհարկե փողոցի պատերի վրա չէ։ Այսինքն դա մի բան է, կազմակերպություն էր, որ ասենք եթե բան է ներառում, որ սրանց դպրոցներում մշտական նկարչության դասեր չկան, երաժշտության դասեր չկան, չէ, եթե ուզում են, որ ասենք թե տնօրենը ուզում է, որ մի ամիս կամ երկու ամիս երեխաները նկարչությամբ զբաղվեն, ինքը զանգում էր մեր բյուրոն, ասում էր 2 ամսով դասաբան ուսուցիչ։ Ինչ է դա քրքիր է, ես չգիտեի, որ տենց է։ Նույնը երաժշտությունը։ Իմ աղջիկը դպրոցում եղել է նկարչություն, երաժշտություն չէ, ինչպես նկարչություն։ Դե կարող է ինչ-որ դպրոց կա ունեցել, մշտական դասված, բայց մեզ կանչում էին, որ գնային ժամանակավոր։ Կոնկրետ ես զբաղվում էի այդ պատերի վրա, վեսկոներով, այսինքն պանճուր միղալ էլի ֆրանսերեն տենց են ասում։ Երեխաներին ես պատրաստում էի, մի ամիս մոտ պատրաստում էի, ասենք այդ թեման էինք որոշում, բան, պատը գիտեինք, որի վրա պետք է նկարեինք, մենք պաստորեն պատրաստում էի այդ պատին նկարելու համար։ Մենք մի ամիս էլ կամ մոտ 2 ամիս այդ պատի վրա էինք նկարում, վերջացնում էինք եւ պրոյեկտը փակված է։ Մեկ ուրիշ դպրոց, մեկ ուրիշ ստացվեց ինձ, որ ես Բրյուսելի բոլոր շրջաններում աշխատում։ Ինչ է դա քրքիր է, չէ՞։ Տարբեր դպրոցներում, տարբեր բաներում։ Իսկ հիմա ասենք հետադարձ որ հայտնետում եք ձեր տեղափոխման բանի վրա, ո՞նց եք կարծում, ճիշտ էր որոշումը գալու։ Շատ ճիշտ էր։ Շատ ճիշտ էր։ Հիմնականում նորից եմ ասում երեխաների համար, մենք էլ իհարկե ձեր համար էլ, բայց այն որ երեխաները երկուսն էլ սովորեցին, ավարտեցին, այսինքն ունեն աշխատանք, ունեն ասենք թե ինչ որ կայացրել որպես մասնագետներ, բնականաբար դա ստեղի արդյունքն է։ Իհարկե շատ բաներ կորցնում ես որոշ բաներ։ Ինչ ես կորցնում։ Կորցնում ես, որ ասենք թե երեխաները իրանց ընկերներին թողեցին, եկան ստեղ,
երեխեքը որ սովորում էին դպրոցում, մեկ էլ բանը Լիլոն զանգում էր, ասում էր, ընդմիջմանը գալիս էին տանն էին հաց ուտում, ասում էր 5 հոգով գալիս ենք։ Դե հա Մանեն էլ, Լիլիթն էլ, Փաստորեն իրենց ընկերուհիները, Մանեի ամենամոտիկ ընկերն այսօր արաբ է, մյուսը ասենք թե կիսա բելգիացի, կիսա իտալացի, էլ ճապոնացի կար, բայց ասա կարելի է սիրուն։ Ես շատ եմ սիրում Բրյուսելը, այդ առումով որ ինքան համակցություն կա տարբեր, ասենք թե մշակույթների ու բոլորը կարողանում են իրար հետ ապրեն ու հանդուրժել կա։ Հանդուրժեն, ընդունեն, սիրեն, ասենք ես գտնում որ մեր հայերի մեջ մի քիչ պետք է այդ acceptance լինի դա, ընդունելը ուրիշին, իր բոլոր թերություններով եւ որակներով, ասենք ես չի որ սա հայերս են, սա իդեալական ազգենք, բայց թեմա կբացի հայտարարած կլինի։ Մշակույթը պահպանումը ի վերջո եվրոպացիք է։ Այստեղ խնդիր կա եվրոպացիք, այսինքն եւ այն մարդիկ, որոնք ինտեգրվել են եվրոպական մշակույթին, իսկ եթե ասենք հիմա բարդ թեմա է։ Մենք մի քիչ առաջ խոսում էինք, չէ, բայց մի քիչ առաջ մենակ ասենք հետո անցնենք հարցերին։ Մի քիչ առաջ խոսում ենք, զրուցում ենք երեխաների մասին, ծնողների մասին, շատ լավ միտք ասեցիք, որ Անահիտ ասեց, որ ասեց դերացիք, որ բանը մեր երեխաները մեզ շատ բան սովորացնում են, մենք մեր երեխաների հետ փոխվում ենք, զարգանում ենք, մեծանում ենք։ Պապայի հետ որ ինտերվյու անում էի, պապան այն բաներ ասում, ես գտնում եմ, որ դա իմ ընտանիքի երջանկությունն է, որ այսօրվա դրությամբ թույլ է տալիս, որ ես իմ ծնողների հետ շատ մտերիմ լինեմ, իմ աղջիկները իմ ծնողների հետ շատ մտերիմ լինի։ Այսինքն մենք մի պահ այդ սերունդների պրոբլեմատիկան լուծեցինք, հա, երբ որ ես շուրջս տեսնում եմ մարդիկ, որոնք ասած այդ տրադիցիաների, այդ մշակույթի, հա, իրանց պատկերացման վրա կարծրացած մնում են, դա մի քիչ ասենք բարդ է առաջ գնում։ Ես օրինակներ ունեմ ընկերուների, որոնք ամուսնացած են ոչ հայերի հետ, ու իրանց երեխաներն էլ, իրանց ամուսիններն էլ, իրանց ամուսնու ծնողներն էլ հայկական են դառել, հասկանում ես չեմ ասում։ Բայց կա, իհարկե մենք այդ լավ օրինակ հայ ընտանիքներ կան, որ բոլորը հայ են ընտանիքում, բայց երեխաները բացարձակ հայ են։ Լավ չէ։ Ամեն ձևի ամեն ինչը կա, ուզում եմ ասեմ, ինձ թվում է պետք է մենք բոլորս ընդունենք, որ մշակույթն էլ, տրադիցիաներն էլ, մարդկանց մտածելակերպն էլ փոխվում է, ու գուցե պետք է մենք մի քիչ, եթե ուզում ենք շարունակենք ու մեր երեխաներին փոխանցենք այդ արժեքները, թույլ տանք նաև, որ մեր երեխաները այդ արժեքները ընդունեն յուրովի։ Իրանց ադապտացիան շատ դեպքերում իրենք են մեզ ստիպում։ Ճիշտ է։ Երեխաները եւ ընկերները, որ իրանք տարբեր ազգերի հետ ի վերջո իրենք շատ դեպքերում, որ ասենք ինչ որ դու խոսում ես եւ ինչ որ ոչ sense եթե շատ կոպիտ չի, այդքան դրական չես վերաբերվում որոշ ազգերի, երեխեքը քեզ բան են անում։ Ճիշտ է։ Բայց դու դա ընդունում ես, ես ընկերուհի ունեմ, ես սեվական ընկերուն եմ գնացել իրան տեսնել մի խոսք շատ վաղուց, իր պապան ասեց, մեր տուն չպետք է մտնեն սեվական։ Վերջ։ Բելգիացի էին։ Չէ։ Հայ էին։ Հա, ինչու՞։ Օտարերկրում էին ապրում։ Ինչն եմ ուզում քեզ ասել։ Չէ, ուզում ասեմ դա արդեն ոնց որ կարծրատիպ է, որը ցավոք սրտի քո երեխային հնարավորություն չի տալիս ընդլայնելու։ Մենք կարող ժամերով զրուցենք, ինձ թվում է, ես ահավոր ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ձեզ ավելի լավ ճանաչելու, բայց մի քանի հատ հարց եմ պատրաստել ձեզ։ Ես չվերջացրեցի։ Հա, ասեցիք։ Հա։ Ինչ վերջացնեիք։ Իսկ դու արդեն վերջացա։ Չէ, հարցեր ունեմ։ Հա, խնդրեմ։ Ոնց կուզենաք, որ ձեզ համար հիշեն, երբ որ դուք չլինեք ձեր մասին, ոնց խոսան։ Խոսեն։ Հա, ինչ ասեն ձեզ մասին, նորայրը, նորիկը։ Ես այդ մասին չեմ մտածում, բայց խոսելուց առաջ, քանի որ ես շատ գործեր եմ թողնելու եւ ունեմ արդեն, եւ շատ մարդիկ կան, որ գործերը իրանց տանը կա կախված, եթե Հայաստանում թե այդտեղ Բելգիայում, ասենք թե որոշները գնել են, որոշներին նվիրել ենք։ Ինձ թվում է իմ գործերը կխոսեն մարդկանց։ Ընտիր։ Գործերը խոսեն ձեզ համար։
Եթե ինչ-որ մի բան պետք է անեք անվճար ճառակ բարձրացնելու, ինչ կանեք։ Երեխաների հետ կաշխատել։ Ինչ դեռ։ Դժվարության ժամանակ ո՞նց եք վերաբերվում դժվարություններին։ Հնարած դժվարություն։ Ընդհանրապես ես էլ Անահիտ էլ լավատեսորեն եմ դրամադրվել, ինչքան է որ դժվար է եղել։ Լավատեսորեն։ Ի վերջին անգամ երբեք տոնել ձեր ձեռքբերումները։ Կամ ունեք տենց սովորություն տոնելու։ Չէ, երևի դες տոներ մենք չենք անում, բայց ասենք մենք տոնում ենք ծնունդները, տոնում ենք երեխաների հետ ինչ-որ իրենց հետ կապված ինչ-որ բաներ, ասենք դες ամառմանեի հարսանիքներ մենք մեծ բանով Աստորեն մենք արեցինք անցած ամառ։ Այս ամառ ասելով ես ի նկատի ունեի Հələ ամառը չի եկել։ Ամառը դեռ չի եկել։ Ինչի համար ես երախտապատ կյանքում։ Երախտապատ եմ, որ լավ երեխաներ ունեմ, լավ կին ունեմ։ Ասենք կնոջից են, եթե կինդ լավն անեմ։ Դե։ Տվյալ պահին ձեր ուշադրությունը ինչի վրա է բերված։ Ուշադրությունը բերված է իմ գործի վրա, ինչ որ ես անում եմ ավելի լավ։ Ասենք խնդիրներ են առաջանում, կարող եմ ասել խնդիրները լուծել եւ ճիշտ լուծել։ Ձեր ամենատխուր պահը ո՞րն է եղել։ Տխուր պահը կապված է երկրի հետ։ Ամենաերջանիկ պահը։ Ամենաերջանիկ պահը աղջկաս հետ։ Եթե կախարդական փայտիկ ունենայիք, ինչ կփոխեիք ձեր կյանքում։ Ոչ մի բան։ Ես փոխելու բան չունեմ, ինչ որ արել եմ, ես գտնում եմ, որ ճիշտ եմ արել եւ այն ինչ որ ունեմ, տենց է պետք է լինի։ Դուք ինչ որ բանի համար զղջում եք ձեր կյանքում։ Չէ, չեմ զղջում։ Ջավա, ուզում եմ ցավոք սրտի մեր ինտերվյուն պետք է ավարտին մոտենամ։ Ես ի սրտի ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ժամանակի համար, ձեր ընդունելության համար ու Նորմալ մեծ պատիվ է ձեզ հետ նստել զրուցել ու ասենք անկեղծ լսել ձեր կյանքի մասին, ուզում եմ որ ասենք այս հաղորդման միջոցով բոլորը լսեն, իհարկե Բելգիահայ բոլորի ռադիոն է, ուզում եմ որ բոլորը իմանան Բելգիահայի համար, շատ օբյեկտիվ չեմ, բայց ուզում եմ մեր ունկնդիրներին խնդրեմ, որ լսեն, կիսվեն այս հաղորդումով, գան ձեզ նամակներ գրեն, կիսվեն ձեզ հետ իրանց տպավորությունով, մենք կդնենք իհարկե ձեր էջերը, թող մարդիկ իմանան, գան նայեն ձեր արվեստը, վայելեն, որտեղ դա հպարտություն է, որ այս մեր փոքրիկ երկրում մենք ցես տաղանդավոր մարդիկ ունենք ու դա ամենակարևորն է։ Մարի ջան, քեզ այնց ենք շնորհակալ, որովհետև առաջին անգամ քեզ sense ճանաչեցինք, ասենք վիզուալ, ասենք ծանոթությունը։ Հա, էստեղ ենք շատ իրար։ Որ ասենք կարողացանք sense շփվել, ես շատ գոհ եմ։ Հա, մերսի։ Ես շնորհակալ եմ։ Ձեզ մերսի Սոնային էլ հատուկ շնորհակալություն իհարկե, որ զանգեց ասեց մար։ Ու գիտեք իմ համար դες ամբողջ ինտերնետ խոսած ենք, ասենք շատ հանգարցակի, բայց իմ համար ամենամեծ երջանկությունը դա է, որ մարդիկ ինձ զանգում են ասեն մար գիտես ինչ, այս ինչ մարդուն դու պետք է գնաս ինտերվյու անես, որ նշանակում է մարդիկ հավանում են, որ իրանց, ասենք ես գիտեմ, որ Սոնան եթե ինձ առաջարկել էր կամ դեմ ինտերվյու նշանակում է դες այնքան է սիրում ու այնքան է դա ես շնորհակալ եմ դրա համար, իրանք փաստորեն գնահատում են ու գտնում են, որ այս հաղորդումը արժանի է ձեզ հետ ինտերվյու անելու համար։ Շատ շնորհակալություն, որ դուք կաք, իսկ մեր ունկնդիրներն էլ ուզում եմ մի բան ասեմ, որ պետք չի մոռանալ, որ յուրաքանչյուր մարդու կյանքը ու մարդու պատմությունը ու անցած ճանապարհը շատ կարևոր է։ Անկախ նրանից, թե կյանքում ինչի է հասել։ Դա ձեր անցած ճանապարհն է ու դա ամենակարևորն է։ Շնորհակալություն ձեր ժամանակի համար, մեր ունկնդիրներն էլ կասեն ինչ նոր հանդիպում։ Շնորհակալություն քեզ Մարի ջան։ Տեսնենք